Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը, ասել է նա երկուշաբթի օրը Վենեսուելանա դե տելևիզիոն հեռուստաալիքի Մադուրո պլյուս հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը խախտում է համաշխարհային տնտեսական կանոնները, ոչնչացնելով միջազգային առևտրատնտեսական իրավունքը եւ առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Նա նշել է, որ ֆինանսական շուկաների փլուզումը ազդել է ողջ աշխարհի եւ հատկապես ամերիկյան ժողովրդի վրա։ Մադուրոն ասել է, որ Վենեսուելան ուշադրությամբ հետևում է առևտրային պատերազմի բացասական հետևանքներին, երկիրը բոլոր հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու եւ համաշխարհային տնտեսական պատերազմին արձագանքելու համար։ Իսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի ավելի մեծ պատասխանատվությամբ, նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ղեկավար Հական Ֆիդանը։ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի եւ բացասական հետևանքներ կունենա։ Միգուցե նրա կողմից իրականացվող սադրանքները որոշ տակտիկական հարցեր լուծեն, բայց ռազմավարական մակարդակում վնասը շատ ավելի լուրջ կլինի։ Զգուշացրել է նա, մեկնաբանելով Սիրիա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակը։ Ըստ Ֆիդանի, Իսրայելում երկու հիմնական քաղաքական ուղղություն կա։ Առաջինի կողմնակիցները ձգտում են հարաբերություններ կառուցել տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա, իսկ երկրորդը ձգտում է պահպանել հրեական պետության անվտանգությունը թույլատնելով իր հարևաններին։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ, եւ մենք ավելի ենք մոտենում համաձայնության, բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները։ Դա սարսափելի է, ասել է Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես երկուշաբթի ավելի վաղ նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Ինչպես արդեն հայտնել ենք, Պրոշյանի եւ Քասախի բնակիչները փակել էին աշտարակի մայրուղին եւ պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում։ Նրանք բողոքում էին տրանսպորտի հարցի շուրջ, քանի որ Երևանի տրանսպորտն այլևս չի սպասարկելու մարզերի բնակիչներին։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը եւ այժմ իրենց բողոքի ակցիան շարունակում են Պրոշյանի մշակույթի տանը։ Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք։ Աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողներն այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ, նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով կալանավորվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը եւ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է դատարանից։ Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4-ին կաշառքի գործով, նույն քրեական գործով շուրջ 1 ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվար ամսին 11 մեղադրյալ կար, որից 4-ը կալանքի տակ են։ Տիկին Վարդանյան, արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ էության ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը ամբողջովին լվանում է Արցախի հարցից։ Ձեր կարծիքով այս փուլում նման հայտարարության տարածումը ինչ նպատակ ունի։
Հայտարարությունը պատասխան էր Ադրբեջանի հայտարարության իրականության մեջ եւ հաստատում էր Ադրբեջանի հայտարարության, որ Իլհամ Ալիևն չէ հայտարարել գործընկերոջ հետ հանդիպման իր գործընկերոջ, որ Հայաստանը այլևս բանակցությունների սաղանին որևէ կերպ առաջ չի տանում արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցը եւ դրա արձագանքն էր ԱԳՆ հայտարարությունը եւ ըստ էության հաստատելով Իլհամ Ալիևի պնդումը փորձ էր ԱԳՆ հայտարարությունը ուղղակի մեղքը բարթել, քաղաքացիական նոխազներ գտնել ու մեղքը բարթել, այսինքն սկսել մեկնաբանել ինչն է դրա պատճառը ու մեղքը բնականաբար բարթել Նիկոլ Փաշինյանից բոլոր հնարավոր այլ սուբյեկտների վրա ու այս դեպքում այդ սուբյեկտը Արցախի ժողովուրդը դրա օրինական ընտրված ներկայացուցիչներն էին եւ հղում էին կատարում Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին 2023-ի, որին ես ուղղակի պարտք եմ համարում հիշեցնել, որ որևէ մեկը հղում չի կատարում, անգամ Իլհամ Ալիևը այդ փաստաթղթին հղում չի կատարում։ Իլհամ Ալիևը Արցախի վրա իր իրավազորության հաստատման համար հղում է կատարում բացառապես Փաշինյանի ստորագրած հայտարարություններին եւ Փաշինյանի հայտարարություններին եւ հիմա մենք ունենք մի աբսուրդ իրավիճակ, երբ հրաժարվում են մարդիկ ճանաչել Արցախի հանրապետությունը, Արցախի ինքնորոշման իրավունքից են հրաժարվում, բայց մի փաստաթուղթ, որը Սամվել Շահրամանյանը ստորագրել է, որը իրավական ուժ չունի, չէր կարող ունենալ, դրան հղում կատարելով ասում է դա է եղել պատճառը։ Սա փորձ է հերթական անգամ մաքրել Նիկոլ Փաշինյանի ձեռքերը եւ մեղքը բարթել այլ սուբյեկտների վրա։ Միայն դրանով կարող եմ մեկնաբանել եւ ուղղակի ասել, որ Ալիևի փաստաբանությունը կատարելով հասել են այնտեղ, որ Հռոմ Պապից ավելի կաթոլիկ վարքագիծ են դրսևորում ու հղում այդպիսի փաստաթղթերի, որ Ադրբեջանի հղում չի անում։ Սա եթե այսքան ողբերգական չլիներ, շատ ծիծաղելի կլիներ։ Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է օկուպացված Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Նշենք, որ նախորդ նիստին ցուցմունք էր տվել ավելի քան 20 տուժող։ Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է խոշտանգումների, շահադիտական գործունեության, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկչության ֆինանսավորման համար։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը համագործակցությունը հանքարդյունաբերության եւ ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը եւ ինչպես առաջընթաց գրանցել արդար եւ հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Պետքարտուղարը բարձրացրել է կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ համագործակցության հեռանկարները եւ հետաքրքրություն է հայտնել ամերիկյան ընկերությունների համար առևտրային հնարավորությունների ընդլայնման հարցում։ Նշվում է փաստաթղթում։ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ նշել է Պակիստանի օգնության անհրաժեշտությունը իրավապահ մարմիններում եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Բրյուսի խոսքով արտգործնախարարները ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում հետագա համագործակցության կարևորությունը։ Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Պակիստանին Վիլայաթ Խորասան ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկի Մոհամմադ Շարիֆուլլայի կալանավորման եւ ԱՄՆ տեղափոխման համար։ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը, վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, եւս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաեւ նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 50752-ի, եւս 115475 մարդ վիրավորվել է։ Արաբական հեռուստաալիքների տվյալներով իսրայելական բանակը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ ու հրետանային ռմբակոծություններ իրականացնել անկլավի բոլոր շրջանների ուղղությամբ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական Համաս շարժման զինված աջակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդներ վերցնելով։
Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչի X-ի էջում արված հայտարարության մեջ։ Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլև փորձություն գնդակը ամերիկյան դաշտում է, գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին, առաջարկելով միջուկային բանակցություններ սկսել։ Թեհրանը հրաժարվեց Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց միջնորդների միջոցով շարունակել խորհրդակցությունները։ Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վնթարի է ենթարկվել շտապօգնության բրիգադը։ Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ցավոք բժիշկը մահացել է, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր, գրել է նախարարը։ Լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ գործողությունները չեն վկայում երկխոսության Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցյանը։ Ամերիկյան կողմի գործողությունները չեն արտահայտում նրա պատրաստակամությունը լուրջ երկխոսության համար։ Եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստ լիներ քննարկումների, դա կնշանակեր հավասարության եւ փոխադարձ հարգանքի քաղաքականությունը։ Եթե Վաշինգտոնը որոշի անտեսել երկու երկրների եւ միջազգային հանրության շահերը եւ շարունակի մաքսատուրքային ու առևտրային պատերազմները, Չինաստանը կշարունակի դրան պատասխանել մինչեւ վերջ։ Նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրք սահմանելու մասին 10% համընդհանուր սակագները ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատականները ապրիլի 9-ից։ Զինված շիա խմբավորումները, որոնք Իրաքի իսլամական դիմադրության մաս են կազմում, պատրաստ են վայր դնել զենքերը Բաղդադի եւ Վաշինգտոնի միջև հակամարտության սրումը կանխելու համար։ Այս մասին հայտում է Reuters գործակալությունը, վկայակոչելով խմբավորումների անդամներին։ Գործակալության աղբյուրների համաձայն խմբավորման առաջնորդների եւ Իրաքի վարչապետ Մուհամմեդ Աս-Սուդանի զինաթափման շուրջ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել եւ նրանք իրենց հերթին հակված են ընդառաջել զենքերը վայր դնելու ԱՄՆ կոչերին։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները, լինելով դիմադրության ուժերի հիմնական դաշնակիցը, իրաքյան ուժերին հնարավորություն է տվել ինքնուրույն որոշումներ կայացնել Վաշինգտոնի հետ հարաբերությունների դեսկալացիայի հարցում, նշում են աղբյուրները։ Իրաքցի քաղաքական գործիչներից մեկը հաստատել է Reuters-ին, որ դիմադրության ուժերը լիովին տեղյակ են ամերիկյան ուժերի թիրախ դառնալու հնարավորության մասին։ Ուկրաինան դարձել է պատմության վերաշարադրման ժամանակակից գործընթացների ցածկահարթակ, իսկ Արևմուտքը նրա անկախությունը կապում է նրա արմատների մերժման հետ։ Նման կարծիք է հայտնել ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ուկրաինան դարձել է այս երկու գործընթացների բախման տարածքը, երբ արևմտյան երկրները սկսեցին բռնի կերպով վերաշարադրել պատմությունը եւ միևնույն ժամանակ արագորեն նոր նեոգաղութային գաղափարախոսություններ մուծել առօրյա կյանքում։ Դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայի համար անկախությունն ու ինքնիշխանությունը կապված են արևմտյան նեոգաղութատիրական օրակարգի հետ, որի շրջանակներում ուկրաինացիները պետք է վերաշարադրեն իրենց պատմությունը եւ հրաժարվեն Ռուսաստանի հետ իրենց ընդհանուր անցյալից։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջիկա տասնամյակներում աշխարհում միջուկային զինաթափումն անհնար է անվանել։ Նրա կարծիքով միջուկային զենք ունեցող պետությունները չեն կարող հրաժարվել դրանից, նույնիսկ եթե Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես լուծվի։ Աշխարհը կստեղծի նոր, ավելի կործանարար զինատեսակներ եւ ավելի ու ավելի շատ երկրներ ձեռք կբերեն միջուկային զինանոցներ, հավելել է Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ բոլորը լավ գիտեն, թե իրադարձությունների նման զարգացումն ինչի կարող է հանգեցնել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դժգոհությունը Կրիվոյ Ռոգի վրա Ռուսաստանի հարձակմանը ԱՄՆ-ի թույլ արձագանքից կեղծավորություն է, քանի որ Կիևը ոչինչ չի արել խաղաղ բնակչությանը տարհանելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Զելենսկին դժգոհել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան թույլ արձագանքից Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ողբերգությանը։ Միևնույն ժամանակ կեղծավոր նախագահը չի գրել, որ վաղուց է այս քաղաքից դուրս բերել իր ծնողներին եւ հարազատներին, նրանք այնտեղ չեն։
Միաժամանակ, ինչպես նշել է խորհրդականը, Զելենսկին բնակչության տարհանման մեկ խելամիտ ծրագիր չի ստեղծել։ Դուբինսկին նշել է, որ ուկրաինացի առաջնորդը բանակի համար միլիարդավոր սննդամթեր գողանալիս չի մտածել տեղահանվածների համար տներ կառուցելու մասին եւ երեխաներին գոյատևելու հնարավորություն չի տվել։ Եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգը խոցելի է ռուսական ռազմական ներուժի նկատմամբ։ Այս մասին գրել է ֆրանսիական պարբերականը։ Առերեսվելով Ռուսաստանի հետ, Եվրոպան առավել քան երբևէ խոցելի է դարձել, հայտնվելով սպառնալիքի առջև, որին լիովին պատրաստ չէ, ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական հետախուզության նախկին ղեկավար Ալեքս Վենգերը հնարավոր է համարել, որ նոր միջազգային սպառնալիքների ֆոնին թագավորությունը հնարավոր է ստիպված լինի վերադարձնել պարտադիր զինվորական ծառայությունը։ Նրա կարծիքով բրիտանական կառավարությունը կարող է ստիպել քաղաքացիներին իրենց պարտքը տալ հայրենիքին։ Կարևոր է ապահովել ամբողջ Մեծ Բրիտանիայի ներդրումը ազգային անվտանգության գործում արտակարգ իրավիճակի դեպքում, հավելել է նախկին լրտեսը։ Հյուսիսային Կորեան պատրաստվում է բացել իր առաջին համակարգչային ակումբը, որը գտնվում է Փենյանի Հվասոն թաղամասի նոր երկնաքերում։ Մինչ պաշտոնական մեկնարկը հաստատություն է այցելել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է NK News-ը։ Նշվում է, որ ակումբը նախատեսված է 300 խաղացողի համար եւ նպատակ ունի նպաստել մայրաքաղաքի եւ ամբողջ երկրի քաղաքացիների նյութական եւ մշակութային բարեկեցության բարելավմանը։ Համակարգչային ակումբում դեռևս չկան համակարգիչներ կամ մոնիտորներ, միաժամանակ ակումբն ունի մեծ թվով բիլիարդի սեղաններ եւ խաղային համակարգչային աթոռներ։ Աղբյուրի համաձայն Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության իշխանությունները ուշադիր հետևելու են խաղային նյութերի կոնտենտին։ Խաղացողներին կարող են առաջարկվել օտարերկրյա անվանումների փոփոխված տարբերակներ, որոնք բացառում են սյուժեները, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքական ռեժիմի համար։ Ակնկալվում է, որ նախագիծը կդառնա երկրում ժամանցի ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրի մաս։ Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է $300 միլիարդ։ Այս մասին են վկայում Bloomberg Billionaires ինդեքսի տվյալները։ Մասկը երկուշաբթի կորցրել է $4.4 միլիարդ։ Այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկում ապրել, նրա ընդհանուր կարողությունը հասցնելով $297.8 միլիարդ, ասվում է զեկույցում։ BBI-ի տվյալներով Մասկը 2025 թվականի սկզբից կորցրել է $134.7 միլիարդ։ Ֆիլիպինների կենտրոնական Նեգրոս կղզում սկսել է ժայթքել կանլաոն հրաբուխը։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիա ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ժայթքումը սկսվել է ապրիլի 8-ին տեղական ժամանակով ժամը 05:51-ին, Երևանի ժամանակով 01:51-ին։ Սեյսմոլոգների տվյալներով արթնացած հրաբուխը մոտ 4 կիլոմետր բարձրության մոխրի ու ծխի սյուն է արտանետել։ Հրաբխի տարածքում հայտարարվել է վտանգի 3-րդ աստիճան, որը ենթադրում է հրաբխային ակտիվության բարձրացում եւ հանկարծակի ժայթքման հավանականություն։ Կանլաոնը Ֆիլիպինների ամենաբեծ հրաբուխներից մեկն է, որի բարձրությունը 2435 մետր է, հիմքի տրամագիծը 30 կիլոմետր։ Վերջին անգամ այն ժայթքել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ 6 կիլոմետրանոց վտանգավոր գոտուց տարանվել է մոտ 47,000 բնակիչ։ Մեծ Բրիտանիան լուրջ կախվածություն ունի ԱՄՆ-ից հետախուզության ոլորտում։ Թագավորության համար գրեթե անհնար է փոխարինել ամերիկյան հետախուզության ներդրումը։ Այս մասին գրում է Politico-ն։ Ըստ պարբերականի, թեև Մեծ Բրիտանիան կարող է ուսումնասիրել ԱՄՆ-ի կողմից տիեզերքի ստացված պատկերները, բրիտանացիներն իրենք չեն կարող դրանք ստանալ։ Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Լոնդոնը պետք է սկսի պլանավորել աներևակայելին, եթե Միացյալ Նահանգները շարունակի հեռանալ բազմամյա միություններից կամ դաշնակիցների հետ ընդհանուր նպատակներից։ Ուկրաինական ցակմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ արել Կիևին հրաժարվել տարածքային հավակնություններից եւ ճանաչել դրանց պատկանելիությունը Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը։ Ուկրաինական ցակմամբ կոնգրեսի միակ անդամը չի վախենում նեղացնել իր հայրենակիցներին։ Նրանք պետք է ճանաչեն տարածքային զիջումը եւ պահանջեն Վոլոդիմիր Զելենսկու հրաժարականը, ասվում է հրապարակման մեջ։ Սպորտուն ընդգծել է, որ հակառակ դեպքում Ուկրաինան միայն ավելի շատ տարածքներ կկորցնի եւ Ռուսաստանի հետ փոխզիջումներից հրաժարվել
Իսրայելը բարդացնում է Կիևի վիճակը։ Նա նաև քննադատել է Զելենսկուն ուկրաինական ճգնաժամը կապելով նրա սխալների հետ։ Հազվագյուտ մետաղների գործարքի ստորագրումից հետո Ուկրաինային անհրաժեշտ կլինի հաշվապահ, ոչ թե նախագահ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Ուկրաինայում հանքանյութերի մասին գործարքի ստորագրումից հետո անհրաժեշտ կլինի ոչ թե նախագահ, այլ հաշվապահ, որի նպատակը կլինի բյուջետային ծախսերի նվազեցումը եւ Չակերտյալ հիմնադրամի վճարումների մաքսիմալացումը, ասել է խորհրդականը։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Այս մասին Մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Բաղայի հայտարարությունը հնչել է ի պատասխան Իրանի խորհրդարանի падգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանի միջուկային զենք ստեղծելու առաջարկին, որպիսի հավասարը հավասարի հետ բանակցի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ։ Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է, այն բազմիցս հնչեցվել է հենց այս ամբիոնից։ Իր վերջին գրառմամբ երկրի ԱԳ նախարարը հստակ նշել է, որ Իրանը երբեք եւ ոչ մի պարագայում չի ձգտել միջուկային զենք ունենալ։ Այս հարցը մեր ռազմավարության եւ համոզմունքների մի մասն է եւ հիմնված է Գերագույն առաջնորդի որոշման վրա, հայտարարել է Բաղային։ Եվրամիությունը հրաժարվել է ֆինանսավորել Լիտվայի եւ Էստոնիայի նախագիծը անօդաչու սարքերի օգնությամբ պաշտպանելու իրենց սահմանները։ Այս մասին տեղեկացրել է Լիտվայի ներքին գործերի նախարարությունը։ Էստոնիայի եւ Լիտվայի սահմանապահները համատեղ հայտ են ներկայացրել ԵՄ ֆինանսավորման համար, սահմանի երկայնքով այսպես կոչված անօդաչու թռչող սարքի պատ ստեղծելու համար, սակայն նախագիծը ֆինանսավորում չի ստացել, ասվում է զեկույցում։ Ճապոնիայի կառավարությունը որոշել է եւս 2 տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են մասնավորապես երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ Մենք այս որոշումը կայացրել ենք ելնելով մեր մտադրությունից բոլոր ջանքերը գործադրելու համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը եւ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագիրը, ասել է նա։ Տոկիոյի սահմանափակող միջոցները ներառում են նաև հյուսիսկորեական նավերի, ինչպես նաև նախկինում այդ երկրի նավահանգիստներ այցելած նավերի ճապոնական նավահանգիստներ մուտքի արգելքը։ Հյուսիսային Կորեայի դեմ ճապոնական պատժամիջոցները սահմանվել են 2006 թվականին եւ այժմ երկարացվել է մինչեւ 2027 թվականի ապրիլ։ Փենյանն ու Տոկիոն չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ Ճապոնիայի դիրքորոշման պատճառով նրանց միջև ուղղակի տրանսպորտային կապ չկա։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տուրքեր մտցնելու որոշումից հետո համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը անվանել է անհանգիստ եւ էմոցիոնալ։ Եվ իհարկե մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, որն այս պահին բնութագրվում է որպես չափազանց բուռն, լարված եւ էմոցիոնալ ծանրաբեռնված։ Դա պայմանավորված է աշխարհի շատ երկրների համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմամբ, ասել է Պեսկովը լրագրողներին։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նվազագույն բազային դյուրքաչափը կկազմի 10%, բայց յուրաքանչյուր երկիր կունենա չափորոշված մաքսատուրք, որը կկազմի ամերիկյան ապրանքներ ներկրող ընկերություններից գանձվողի կեսը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ, այդ թվում միջուկային դոսիեի հարցով եւ մոտ ապագայում հետագա շփումներ կանցկացվեն։ Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ, այդ թվում միջուկային գործարքի թեմայի շուրջ։ Մենք անընդհատ կապեր ենք պահպանում եւ խորհրդակցություններ ենք անցկացնում այդ հարցի շուրջ։ Այդ գործընթացը կշարունակվի այդ թվում մոտ ապագայում, ասել է Պեսկովը լրագրողներին պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ոչ մի փուլ դեռ չի անցկացրել։ Թեհրանը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, բայց միջնորդների միջոցով։
Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության բոլոր զինված ուժերի կոշտ եւ անհապաղ պատասխանով երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ Մենք պատրաստ ենք ցանկացած հնարավորության եւ վերջին 5 տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Իրանի ժողովուրդը բավականաչափ քայլեր են ձեռնարկել ամրապնդելու իրենց պաշտոնանկությունը, որպեսզի կարողանան լիարժեք վստահությամբ եւ կամքով դիմակայել ցանկացած ագրեսիայի։ Եթե սպառնալիքներն իրագործվեն, դրանք անպայման կարժանանան արագ, անհապաղ եւ կոշտ արձագանքի։ Իրանի բոլոր զինված ուժերի կողմից ասել է Բաղային, որը մեջբերում է իրանական CNN պետական լրատվական գործակալությունը։ Դեռևս փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ նրա դեմ ռազմական գործողություններ սկսելու փոխարեն։ Հնդկաստանը բաց է Եվրամիության երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերի աստիճանական նվազեցման համար մինչև 10% հայտնում է Reuters-ը հղում անելով աղբյուրներին։ Եվրամիությունը ցանկանում է, որ Հնդկաստանը հրաժարվի ավտոմոբիլների ներմուծման մաքսատուրքերից որպես առևտրային գործարքի մաս։ Հնդկաստանը բաց է մաքսատուրքերի փուլային իջեցման համար մինչև 10%, ավելի քան 100%-ից։ Ասվում է գործակալությունը վկայակոչելով ոլորտի երկու աղբյուրները եւ կառավարության ներկայացուցչին։ Ինչպես նշում է Reuters-ը, մաքսատուրքերը մինչև 10% նվազեցնելը հաղթանակ կլինի եվրոպական ավտո արտադրողների համար, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը եւ BMW-ն, բայց միևնույն ժամանակ Tesla-ի համար, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին։ Նշվում է, որ հնդիկ արդյունաբերողները պահանջում են կառավարությունից պահպանել մաքսատուրքերը առնվազն 30%-ով։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մտադիր է ապրիլի 16-ին մեկնել ԱՄՆ հանդիպելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու փոխադարձ առևտրային մաքսատուրքերի նվազեցման հարցը, երկուշաբթի գրել է Corriere della Sera թերթը վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Հրատարակությունը նշում է, որ Վաշինգտոնում Իտալիայի դեսպանատունն արդեն զգուշացվել է առաջիկա այցի մասին։ Նման տեղեկություն է հրապարակել Repubblica թերթը։ Ինչպես գրում է Corriere-ն, Մելոնին կարող է յուրօրինակ միջնորդ դառնալ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև բանակցություններում, ինչը կհանգեցնի փոխադարձ տուրքերի կրճատմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Գոր Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով Գոր Ասրյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ասված է որոշման մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ին երեկոյից մինչև ապրիլի 7 ժամը 04:30 ընկած ժամանակահատվածում ՀԶՈΥ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հիմնավորող փաստերը դրանք Հայաստանի Հանրապետությանն փոխանցելու պարագայում։ Պաշտոնական Բաքու միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Հայաստանին, իբր ականների հետ կապված միջադեպերի պատճառով։ Ականի հերթական պայթյունի հետևանքով Ադրբեջանի 4 քաղաքացիներ, այդ թվում անչափահաս երեխաներ, ծանր վիրավորվել են։ Ասվում է սոցցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Նշենք, որ անցած շաբաթ Բաքուն կրկին պնդել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, պահանջելով Երևանից ճշգրիտ քարտեզներ։ Այս անհեթեթ պահանջին ի պատասխան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։
Իսկ այժմ եղանակի մասին ապրիլի 7-ից 3-ը 8-ին 12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին 10-ին սպասվում է քամուշ գնացում 13-ից 15 մետր վարկյան արագությամբ։ Հայտնում են հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից ապրիլի 7-ից 3-ը 8-ին 10-ին 12-ին առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում հորդառատ անձրև։ Ապրիլի 11-ին եւ 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 3-ից 6 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 7-ին 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։